Որտեղ հիմա նայեք, թե ինչ է կատարվում։ Նայեք, թե այն մյուս կողմից Նիկոլ Փաշինյանի աղբեր Վլադիմիր Վլադիմիրիչը ինչ է անում։ Որ հասկանանք, մենք ճիշտ ճանապարհի վրա ենք, թե չէ։ Եթե մենք ասում ենք, որ մենք պատկերացնում ենք մեր երկրի ապագան Եվրամիության կազմում, մենք հասկանում ենք, որ դա կարող որևէ մեկին դուր չգա։ Բայց կարած լինես ճանապարհ բռնես Եվրամիության հետ, եւ շատ լավ հարաբերություններ ունենաս ուրիշ երկրների հետ, նաեւ ԵԱՏՄ-ի հետ շատ արտոնյալ ռեժիմով առևտուր անես։ Միայն խաղեր չտաս։ Քեզ խաղեր տալու համար են քեզանից նեղանում, որ նրան էլ ես հասում։ Ազնիվ ձևով վարդը եթե կանգնում ասма ժողով ջան, ինձ համար որպես հարմար է, իմ շահերից է բխում, գնալ այնտեղ։ Եթե մենք լավ գործընկեր ենք, ինքնիշխան պետություններ ենք, դու էլ համարում ես մեզ բարեկամ պետություն, դու ինքդ ուրախ լինես, որ մենք լավ ընտանիքի մեջ լինենք ու քո հետ լավ հարաբերություն ունենանք, դու ինչ ես հուզվում որ։ Շատ հարցերի մենք կարող է կամուրջ լինենք Եվրամիության եւ Ռուսաստանի կամ ԵԱՏՄ-ի միջեւ։ Ինչի՞ եք խառնվել որ իրար։ Բայց երբ որ նրան ասում ես վայ, բայ ես ԵԱՏՄ-ից դուրս կամ Վլադիմիր Վլադիմիրիչյան, վերև Աստված ներքև դու։ Աչի այ մարդ, ինչ եմ ասում։ Ոնց կար Աստված քեզանից վերև լինի։ Վերև դու, ներքև Աստված, էլի ներքև էլի դու։ Գիտենք չէ, ժողովուրդ, երեք էլ գիտենք չէ։ Բայց դրա համար չի ստացվում։ Հիմա դրա համար Վլադիմիր Վլադիմիրիչն էլ ամեն օր ընտրությունից առաջ դեմ է տալիս, ասա բան ես խոստացել։